Բարի ձեզ հարազատներս, այսօր մի հատ կոպիտ տեսահոլովակ նկար անեմ, հայ տղամարդկանց շատ ուժեղ վիրավոր եմ, հետո գնամ գործանում, չեմ կարողանում, գլուխս չի աշխատում, անընդհատ ինչ որ սղոցում ա, որ դու էս պետք է ասես, էս պետք է ասես, ես էլ եմ ուզում, ինձ անընդհատ ասում են, ինչ ես այդքան խոսում, ոչ մի բանից մի խոսա, քո բժշկությունը նկարի, վիրահատություններդ նկարի, ծննդաբերությունները նկարի, որ չեմ կարողանում, ժողովուրդ ջան, գժվել կարելի, ամեն օր էս որ լսում ես 10 հոգի իրար կրակել են, այն մեկը այն մյուսին դանակահարել է, էքի համար, էս չգիտեմ ինչի համար, ցնդել կարելի է, ինձ համար այն տղամարդը որ հայ տղամարդու վրա կրակում է, դանակահարում է, անգամ բարկացնում է, ինձ համար թուրքից վերան է, որովհետև այս երկրում պոտենցիալ զինվոր է վերացնում, այնքան դատար կա գլուխը, այնքան բջիջ չկա, ոչ մի հատ աշխատող բջիջ չկա, կենթանիների մակարդակին ապրող է, որ չի մտածում, ոչ մի բանի մասին չի մտածում, մի քայլ ենքում չի մտածում, որ այս երկիրը տղամարդիկ պիտի պաշտպանեն, ինչ որ դու խփում ես, էքի համար է, պաշտոնի համար է, չգիտեմ ոնց են կենթանիները ինչի համար են իրար բանանում, էլի էքերի կռիվ ա լինում, հողատարածքի կռիվ ա, ուտելիքի կռիվ ա, այս ա ձեր մակարդակը, կարող մի հատ գիրք չեք կարդացել, մի հատ բջիջ չկա աշխատող, որ մի քիչ վերև մակարդակ լինի, ձեզ անգամ կապիկ չեն ասում, Աստված որ կենթանական աշխարհը ստեղծել է, սկզբից բույսերն ա ստեղծել, հետո կենթանիներին դրանց բարձրագույնը կապիկի մակարդակին էլ չկա, կապիկից էլի գոնե հույս կա որ մի բան կարելի է վերցնել, ձերը տենց էլ ամենացածր կենթանական մակարդակն է, նոր հետո մարդուն գլուխ ա տվել, ասել այս գլուխը օգտագործի, չէ, ես որ մեքենայով ղեկում եմ, որ տեսնում եմ երկու հոծ գիծ հատած ին վրա է քշում արդեն, գիտեմ արդեն հեռախոսի մեջ է կամ քնած է, ազդանշան եմ անում, հետո ամբողջ ճանապարհը ինձ ասում, վայ, դու ազդանշանը արեցիր, հիմա այդ մարդը կգնա, կբարկանա, իր ամուրը միտեղ կթափի, դուք ընդհանրապես ոչ մի քայլի առաջ չեք մտածում, որ ինչ կլինի։ 1000 անգամ ասել եմ, թուրքերը գալու են ձեր կանանց չեն բռնաբարելու, արդեն թուրքերը ամեն մեկը 10 կին ունի, ձեր կանանցից սիրուն ու խելացի, ոնց էլ մի 10 կանանցից մեկը սիրուն կլինի, մեկն է խելացի կլինի, ձեր նման ուռած տրաքասրած դեմքեր չունեն, նրանց կանայք, գալու են ձեզ բռնաբարեն, ինչի են ձեզ բռնաբարեն, ոչ դուք, իրանք լավ գիտեն, որ դուք ոչխար եք, Արցախը հանձնած սերունդ եք, գալու են ձեզ բռնաբարեն, որ ցույց տան, որ հային են նվաստացնում, ձեզ որպես հայի են բռնաբարելու, չէ դուք էլի իրար կոտորում եք, այլ գժվել կարելի է, այս ամեն ինչի առավոտից իրիկուն նայել, լսել, չգիտեմ, ես ոնց ենք ապրում։ Ձեր բախտը շատ բերել է, որ ես Աստված չեմ, ես շատ կոպիտ անձնավորություն եմ, անտանելի կոպիտ, լինում են այս տեսահոլովակներից նայում են, չգիտեմ, երևի մտածում են հավատացյալ եմ, շատ կոպիտ անձնավորություն եմ։ Ես եթե Աստված լինեի, հիմա դուք սաղդ մոխիր եք, ու ես այդտեղ ավրում էի, ինձ էլ հետներդ էի ոչնչացրել, ինձ ավել ամենաառաջինը, որովհետև ես ամեն օր զարմանում եմ, որ Աստված ինձ մի օրներ տվեց այսքան մեղքերի հետ, հələ ես դեռ պիտի ապրեմ, ուրեմն ագին գործեր ունեմ, չէ, ուրեմն ինչու բանն է վստահված այս մարդուն, որ ապրում է, չէ, կենթանիների մակարդակին է պետք ապրել։ Իսկ եթե վարչապետ լինի, ես հիմա այդ ռեանիմացիաներից սաղին հետո որ իրար վրա կրակել է, բերելու է հրապարակում գնդակ ահարեի, իմ ձեռով էլ գնդակ արեի, կողքնել պատվավոր թուրքերի նկարները, որ տեսեք թուրքերից վերանեք, որ հայ տղամարդը հայ, ինձ համար հայը, դրսի հայերը հայ չեն, ինձ համար, էլի կոպտություն է լինելու, ինձ համար բնակչություն է, երկրագնդի բնակչություն են, այն հայերը հայ են ինձ համար են, որ ես երկրում են ապրում, ես 2-3 միլիոն, որ ասում եմ 2-3 միլիոն, 1 միլիոնը կարծում եմ երեխաներ ու մեծահասակներ են, այս 2 միլիոն մարդը պիտի այս երկիրը պահի, ուրիշ չկա, ուրիշ ոչ միտեղից չեն գալու, լավ, մի հատ կրակոց լինի, կարող է գան ժամանակավոր գնան պատերազմ ու անգամ բարկացնել չի կարելի, պոտենցիալ զինվորին, ոնց է, այս չգիտեմ, որ սրա համար հատուկ տեսահոլովակ է պետք, դուք ինքներդ դա չեք հասկանում, սարմանում եմ, սա ինչ պիտի, ես ինչ պիտի ասեմ, որ մարդ հասկանա սա, ինչ լեզվով պիտի ասես, եթե ինքը չի հասկացել, երևի 40-50 տարեկան մարդիկ են իրար վրա կրակող, էքի կռիվ է, ժողովուրդ, սա ամոթ է, խելացի գիրք կարդաց տղամարդը երբեք էքի կռիվ չի անում, ինքը միշտ շրջապատել, ես քանի որ ամբողջ կյանքս կարդացած տղամարդկանց հետ եմ շփվել, թե ընտանիքում, թե դրսերում, կանայք ընկնում են ոտերների տակը, вы ходячая энциклопедия, вы եսիմ ինչ, երբեք էքի կռիվ չեն անում, անգլուխ ձևավորը միայն կարա տենց բաներ անի, այ ժողովուրդ ջան, մի հատ ուղակի հետադարձ նայեք, տեսեք ձեր կյանքում ինչ եք թողում, ձեր մի հատ ուղակի նայեք, տեսեք, այ դժվար է, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ գժվում եմ մեր երկրում,
մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։